Մհերը մեր դպրոց եկել է 6-րդ դասարանից, ես դասավանդել եմ դասարանին, մինչև 10-րդ դասարան սովորել է այստեղ քույրիկի հետ Սեդայի, առանձնանում էին երկուսով էլ Սեդայի հետ միասին, որովհետև շատ կիրթ էին, գրագետ էին, պարում էին շատ գեղեցիկ եւ մասնակցում էին բոլոր դասարանական եւ համադպրոցական միջոցառումներին։ Ինքը բարեկեցիկ ընտանիքից էր, բայց երբեք դա ցույց չէր տալիս ոչ մի ձևով, շատ համեստ էր։ Բացարձակ չէր առանձնանում, բոլորին օգնում էր, բոլորին ամեն հարցում, բոլոր հարցերում կողքերին կանգնած է եղել։ Ինքը ցանկացած մարդու հետ շփվելուց իր սոցիալական առավելությունը ոչ մի ձևով չէր արտահայտում։ Այսինքն ինչ կարգի մարդու հետ է շփման մեջ, ինքը ասես միշտ հավասար էր իրան պահում։ Ու այդ պարզությունն ու իր այդ հասարակ լինելը իրան շատ սիրել էր տալիս։ Չգիտեմ, sense շատ էին սիրում մերին զուտ այդ իր հասարակ պարզ լինելու համար։ Կոնֆլիկտ հարթող մարդեր ավելի շատ, ասենք թեթև եթե ուսանողական տարիներին ինչ-որ կոնֆլիկտներ բաներ էր լինում, մերը այսպես ասած sense իրան կոչել են խաղաղության աղավնի։ Աննկարագրելի մարդկային մարդ էր, աննկարագրելի։ Ես որպես ընտանիքի շատ մոտ կանգնած մարդ միանշանակ դա կարող եմ ասել։ Ինձ զարմացնում էր իր ակտիվությունը։ Մի օր պատահական իմացա, որ ինքը անցել է դաշնակցության շարքերը։ Այլ կերպ չէր կարող լինել, որտեղ մհերի մենտալիտետի, մհերի որակի տեսակը, մհերի ազգայնական հայրենասիրությունը միմիայն ես մհերին կարող էի տեսել հայ հեղափոխական դաշնակցության շարքերում։ Երազանքը, որ զինված լինի Հայաստանը ավանդական արժեքներով, ինքը դրան մեջ շատ մեծ ուժ էր տեսնում։ Երևի բնավորության այս գծերն էլ մերին ինչ-որ տեղ օգնեցին, որ երբ որ որոշեց զբաղվի քաղաքականությամբ, ընտրի հայ հեղափոխական դաշնակցությունը։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, հայ եմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ վստահ եմ, որ հայը, Հայաստանը, հայրենիքը ու Աստված հաղթելու է չարին, անհավատին, անբարոյականին, սևին, սպիտակին, բոլորին։ Զանգ արեց, գերիրաչը որ ասելա Սահակյան մերն եմ, ուզում եմ հանդիպեմ ձեր հետ։ Եկավ գրասենյակում հանդիպեցինք։ Հաճախակի գալիս գնում էր գրասենյակ, զանգ արում էր, հանդիպում ենք։ 2016 թվականին մայիս 28-ին Մհեր Սահակյանը երթում տվեց ընկեր Վահան Հովհաննիսյանի շիրիմին եւ ընդունեց դաշնակցության շարքերը։ Դարձավ դաշնակցության լիարժեք անդամ։ Մայիսի 28-ին Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդ ընդունում է հռչակագիր, որում ասվում է. Հայոց ազգային խորհուրդ իրեն հռչակում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն։ Շնորհավոր մայիս 28։ Ես հիշում եմ, մերը շատ ուրախացավ, երբ որ իմացավ, որ իմ պապը եղել է դաշնակցական բանակի զինվոր։ Հետո սկսեց Չարաբաստի քարորիա պատերազմը։ Մհերն եկավ, ես էլ եմ գալի, բայց ես գիտեի, որ ինքը բանակում չի ծառայել, բան, ասի կարող խնդիր լինի, դե բանակում չէ ծառայել, ծանր բան է։ Ասես չէ, կապ չունի, գալու եմ։ Մեզ ուղարկեցին Նուբարաշեն մոտավորապես մի 10 օր էր, ինչքան տես մնացինք իսկական զինվորական պատրաստության անցանք, կրակային մյուս։ Եկան Գերագույն մարմին, մեքենաները սպասում են, որ գնայինք։ Այդ ժամանակ մերի հայրիկին եմ տեսել։ Եկավ, ասեց Վահրամը դուք եք, ասի հա այո, բայց ես մերի հայրիկն եմ։ Ծիծաղելով բանով։ Ես որպես ծնող, ասենք ամեն օր լարված մի կողմից հպարտանում ես, մյուս կողմից անհանգստանում ես։ Բայց իհարկե մոր հետ երբ որ խոսում ենք, իրար հետ խոսում ենք, զգում եի, որ մոր մոտ էլ կա հպարտություն, վախ էլ կա, հպարտություն էլ կա։ Շոկային էր բոլորի համար, ասենք
ոնց որ մի տեսակ մտածելակերպ կա, չէ՞, մեր մոտ, որ պետքա միշտ այնպես անապահով ընտանիքի երեխաները ծառայեն կամ չգիտեմ, այդ պատերազմական գործողությունների, բայց իրավ այդ հայրենասիրությունը իր համար առաջնային էր, ինքը հայրենիքի զինվոր էր։ Լուսինեի միջոցով իմացա, որ Քարորյային է գնացել, այդ ժամանակ գիտեի, որ օպերաս Վահրամ Մխիթարյան Եվս դաշնակցականը միասին ընդ են հայտնվել։ Ինքն էր գալ հրամանատար, ասում էր ես կգնամ, ես այս ինչ տարեկով մենք այս դիրքը կպահենք, ու միշտ ամենավատ տեղն էր ինքը մեր ընկերների հետ, ընկեր Վահանի մյուսների հետ, ոնց որ ասես մեծ բան լիներ էլ այդ մի քանի հոգով բոլորի հետ էլ ինքը մերվում հասնող տղա էր ու միշտ ժպիտը դեմքին էր։ Մեր մոտ կապը լավ չէր։ Մերոնք զանգեցին, ասին խոսում ենք, էլի մի երկու րոպե կարճ, բայց Սահակյան մերը քո մոտ է, ասի հա, մեր մոտ է, ինչ է էլ է բան, ասում է 3 օր տուն չի զանգել, շատ անհանգիստ են իրանց ընտանիքի անդամները։ Ընթացք էր լինում, որ լուրջ չէինք ունենում ու բոլոր հնարավոր աղբյուրներից փորձում էինք ճշտել ու մի օր այդպես շատ լուր մոտեցավ 6 տարեկան տղաս ու ասաց պապան կա, մամա թե չէ, ես էլ չգիտեի ինչ պատասխանել, որտեվ լուր չունեինք։ Հետո փառք Աստծո մի քանի օրից արդեն լուր ստացանք։ Բարբերաբար զանգում հետո ասում էր ներկա դրել եմ արդեն այսօր անկիստ եմ։ Իրան դարձեւորում էր որպես դաշնակցական, կարծես ինքը մի 30 տարի, 40 տարի դաշնակցական էր, բայց ընդամենը ինքը մի քանի ամիս։ Ինքը դարձեւորում էր այնպես, ինչպես իրականում նվիրյալ հայրենասերն են դրսևորում։ Իր դաշնակցական դառնալու առաջին իսկ օրվանից Շենգավիթի Արամ Երկանյան կոմիտեությունում գտավ իր ուրույն տեղը, իր ջիգարով, իր կազմակերպող, իր շուրջը համախմբող տեսակ է։ Հանրային թեմք լինելուց անտին Մհերը ուներ նաև դաշնակցականի հատուկ քիծ, այսպես փնաստը Մհերի, որ դաշնակցական մարդու փնաստ էր։ Մհերը միշտ պատրաստ էր ընկերոջ օժանդակելու, միշտ պատրաստ էր որևէ հայ մարդու օժանդակելու։ 2018 թվականի նոյեմբերն էր, դաշնակցությունը պատրաստում էր մասնակցել ընտրությունների։ Այս գրասենյակում հանդիպում տեղ ունեցավ Մհերի հետ։ Մեր ընկերները առաջարկել էին Մհերին, որպեսզի կրկին առաջադրվի ռեյտինգային ընտրակարգով։ Մերը հրաժարվել էր, ասելով, որ հարմար չի նկատում այս պահին ու նաև գործեր ունի երկրից բացակայելու։ Մենք իրան ասացինք, որ մեր կուսակցությանը պետքա որ առաջադրվես։ Մի աչքերը նույնիսկ չթարթեց, գրպանից հանեց այդ տոմսը, այդ պահին մոտն էր, ասաց պատրեց, ասաց վերջ, որոշվեց ես մասնակցելու։ Այդ չարաբաստիկ օրեր ամսի 27 զանգեցին տղեկին Գերագույն մարմին մարզայինքում, ասին հավաքում եք Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Բնականաբար այդտեղ էինք, արդեն վաշտերը շարվել էին, պատրաստ որ պետք է գնային։ Մհերն էլ եկավ, ասեց երեխեքի կնուկն է, բայց կապ չունի, ես էլ եմ գնալու։ Ընկերները համոզեցին, որ գոնե մկրտության արարողությանը մասնակցի նոր հեռանա։ Ու այդպես շատ լարված նկարներն էլ կան, ինչ լարված դեմքով էր Մհերը, հայացքը մասնակցեց ու գնաց։ Եկեղեցուց երբ որ դուրս եկանք, մի անգամից գնաց հակավ զինվորական համազգեստ ու ասեց ես գնում եմ։ Հյուրերը բոլորը ժողովուրդը դեռ հավաքված է ինքն դե։ Մհերի այդ Սահակյանի հետ միասին մենք Երևանի քաղաքային կոմիտեում աշխատեցինք, ինքը ներկայացուցիչներ Երևանի քաղաքային կոմիտեի, ես նախագահն էի, բայց Մհերի հատկանիշները, այսպես ասել, դրական քծերից մեկը, որ Մհերը միշտ շտաբում էր, անվերջ շտաբում էր, շտաբում էր իր ասելիքը ասելու, շտաբում էր քայլելուց, վազում էր, չէր քայլում, շտաբում էր արագ լուծումներ փնտրելուց, չէր կարողանում երկար ասպես նստել ժողովներին, պետք էր ոտքի կանգներ, քայլեր, անելիք փնտրեր։ Այս իշխանությունների դեմ պայքարի ամբողջ ընթացքում միշտ առաջնագծում էր եւ իր այդ շտապողականությամբ, որ միշտ առաջինը գնանք լինենք, մեզ էլ միշտ ոգեշնչող ու դրայվի մեջ էր պահում։ Միշտ զգոն, միշտ առաջի գծում ու ինքը
երբեք չէր վարանում։ Ամբողջ ընթացքում փողոցային շարժումների, հայրենիքի փրկության շարժում, դիմադրության շարժում, սրբազան շարժում, առաջի գծում կանգնել, իր վրա պատասխանատվություն վերցնել, կռիվ տար պայքարել, դա իր տեսակն էր։ Մեր նաև 24 ժամ հասանելի ու մեր շտապ օգնությունն էր, այսինքն ես գիտեի, որ 24 ժամ ցանկացած հարցով կարող եմ զանգել Մհերին եւ րոպեներ հետո ինքը կանգնած է ցանկացած հարցով։ Ես Մհերին առաջի անգամ հանդիպել եմ ոստիկանական բաժնում եւ չէր եկել նրա համար, որտեղ ընկերներ էինք, այլ իմացել էր, որ պայքարի գաղափարակից ընկերներից 3 հոգու բերման են ենթարկել եւ շտապել էր ոստիկանության բաժանում տեսնի թե ինչով կարող է օգտակար լինել։ Կարնիկ Դանելյանի, մեր Սահակյանի հետ վերադառնում ենք Արմավիր քրեակատարողական հիմնարկից, որտեղ արդեն մոտ 3-3.5 ժամեր այստեղ էինք եւ հերթով հանդիպում էինք Բաբուշը հանուն Հայաստանի շարժման սրբազան պայքարի ընթացքում անազատության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին, ընկերներին, արդեն կարելի ասել հարազատների։ Մհերի հետ անձնապես ծանոթ չեմ եղել, ծանոթացել ենք կալանավայրում, որ տեսակցության եկել։ Ես այդ տղու մեջ անկեղծություն տեսա։ Մհերը եկավ իր մեքենայով ու ազատականը ձեռս ես դուրս եկա ու ինքը իր մեքենայով մինչև վերջ ինձ տարավ հասցրեց տուն, ավան։ Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ։ Երբ ինքը դարձավ պատգամավոր, ինքը միանգամից այսպես սահուն կերպով մտավ պատգամավորի գործունեության մեջ։ Մինչև խորհրդարան գալը արդեն իրավական հարցերի հանձնաժողովի պատասխանատուն էր կուսակցության եւ համախմբել էր այնպիսի պրոֆեսիոնալների, որ նաեւ Գերագույն մարմնի անունից բազմաթիվ հրապարակումներ, վերլուծություններ, գնահատականներ եւ առաջարկներ էր ներկայացում։ Պաշտոն, ինչ որ, չգիտեմ, ազգային ժողով գնալ, դառնալ պատգամավոր, ոչինչ չէր հետ պահում Մհերին, իր ուսանողական ընկերների հետ նույն վերաբերմունքը ցույց տալ, նույն սրտացավությունը։ Ոչ մի բան մեր Մհերի վարքագծում չփոխվեց, ընդհակառակը, որ դարձավ պատգամավոր, իր մոտ ավելի շատ պատասխանատվություն էր։ Ինքը աշխատում էր այնպես ավինում, ինչպես աշխատել էր մինչև այդ կուսակցության կյանքի գործունեության ընթացքում միշտ ինքը նույն Մհերն էր, նույն ժպիտով, նույն աշխատանքային պատասխանատվությամբ, որ կարողանում էր կազմակերպել, ինքը դրոշը վերցնել առաջինից գնալ, ինքը մեգաֆոնը վերցնել, խոսար, ամեն ինչ։ Պարզ, ընկերական, պատասխանատու, հայրենասեր եւ իսկական երևանցի, այդպես էլ մնաց։ Որ պատգամավոր դարձավ, իր շփումների մեջ ընդհանրապես ոչ մի բան չփոխվեց, ինքը նույն Մհերն էր, ինքը բոլորի Մհերն էր։ Ես թաղամասում իր ամբողջ ընկերների մոտ ինքը մեր Մհերը, որ ասում էր, արդեն բոլորը գիտեին, որ խոսքը գնում էր Մհերի մասին։ Իրականում ինքն էլ գիտակցում էր, որ պատասխանատվությունը շատ մեծանալու է։ Ու այդ շրջանակը մարդկանց անսպառ շատ մեծ շրջանակը, ում հետ ինքը շփվում էր, ավելի մեծացավ։ Շատ խոսելու, ելույթ ունենալու կտորը Իրանը չէր, չնայած որ եթե պետք էր խոսել, նաև խոսում էր եւ իր ասելիքը տեղ հասցնում։ Դուք խոստանալով խաղաղություն, բերեցիք նոր կորուստներ, խոստանալով անվտանգություն, բերեցիք անկայունություն, խոստանալով արդարություն, բերեցիք իշխանական անպատժելիություն եւ ամենաթողություն։ Գուցե շատերի համար Մհերը պետք է ամեն օր ամբիոնից ճառեր ասել, խոսքեր ասել, ոչ, բայց Մհերի մի խոսք անգամ նույն ամբիոնից հնչեցրած կամ հարցադրումը, որ հնչեցնում էր, այնքան խորը հարց էր, որ եւ այնքան բազմաթիվ շերտերով հարցեր էր, որ դա էլ բավարար էր, որ նրա գործունեությունը գնահատվի գերազանց։ Աստծո սիրուն, մի քիչ աստվածավախ եղեք ու մի կործանեք մեր երկիրը ամբողջությամբ։ Անդառնալիության կետը մի անցեք, թողեք ապրենք, գնացեք։ Այդ նույն երազանքը ունեմ, որ Մհերս թեկուզ երկնքից տեսնի, որ իր երազանքը իրականություն է դարձել, որ հայ ժողովուրդը ապրում է իր ավանդական ազգային արժեքներով։
Իրականում շատ ծանրաբեռնված էր, շատ միշտ տարբեր գործերով, ոչ միայն կուսակցական, նաև ընկերական, բոլորին հասնում էր, բոլորին փորձում էր ինչ-որ բանով օգտակար լինել, բայց միևնույն է երեկոյան գիշերը թեկուզ ուշ վերադառնում էր տուն ու շատ նվիրված ընտանիքին, պետք է իմանալ ինչ է տեղի ունեցել, պետք է հասկանալ ինչ խնդիր կա, որ խնդիրները պետք է լուծի ու իրականում չկար մի խնդիր, մի խնդրեմ, թե իմ մոտ, թե երեխեքի մոտ, որ մհերը րոպեների ընթացքում չլուծեր, լինելով այդքան ծանրաբեռնված։ Ասում եմ, որ պետք է միշտ արդար լինենք, նենց ապրենք, որ մեր անվանից ոչ մի վատ բան չլինի կապված ու չփոխանցենք էլի ոչ մի բան անենք այս կյանքում։ Համ դասատու էր, համ ընկեր էր, համ ծնող էր, ոնց որտեղ ոնց պետք էր էլի, որ պետք էր լինում ծնող էր լինում, պետք էր լինում ընկեր, պետք էր լինում դասատու էլի։ Բոխարի ենք վառել իրար հետ, մեկ էլ որ ուզում էի բախանութ մտնենք, առանց ասելը ասում է խտարը ասում է միանգամից թեքվում էր, որ խանութ մտնենք։ Որ պետք էր լինում տեղ-տեղ ինքն էր խորհուրդ ասում, քանի որ մեծը ես եմ, մեզ պետք է աղբերներից խորհուրդ տամ։ Ջինգյարով տղա էր։ Բնաստով դաշնակցական։ Մարդ էր։ Մարտիկ։ Մեհերն է։ Հայ մարդ։ Ուղղակի հրաշք։ Հայրենասեր։ Խոհեմ ու ազնիվ։ Լավ մարդ էր։ Բարության կերպար։ Չափից ավելի էր տրված հայրենիքին։ Պինդ, լավ հայ։ Մեծ սրտի տեր անձնավորություն։ Քաղաքական հայ էր։ Բարի։